Դեկտեմբերի 12-ը Հայաստանում դարձավ ծանր օր։ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը հաստատեց տեղեկությունը, որ նույն օրը ժամը 16:00-ի սահմաններում հայտնաբերվել է զինծառայող Սմբատ Մհերի Կիրակոսյանի մահացած մարմինը հրազենային վնասվածքով։ Լուրը արագ տարածվեց, առաջ բերելով վիշտը, անհանգստություն և նոր քննարկումներ բանակային անվտանգության համակարգի, վերահսկողության մեխանիզմների և համակարգային խնդիրների մասին։ Հայտարարությունը պարունակում էր պաշտոնական, խիստ սահմանափակված տեղեկություններ, ինչը բնական է նախնական քննության փուլում, սակայն հասարակական հետաքրքրությունն ու հարցերը մեծ են։ Ինչ իրավիճակում է եղել զինծառայողը, ինչ ընթացք ունի քննությունը, ինչ համակարգային հետևություններ պետք է արվեն նման դեպքերից հետո, ինչ քայլեր է հավելյալ ձեռնարկում պետությունը զինծառայողների անվտանգությունը ուժեղացնելու համար։ Պաշտպանության նախարարության հաղորդագրությունը ընդգծում է մի քանի առանցքային կետ։ Առաջինը՝ դեպքը գրանցվել է ծառայողական պայմաններում։ Ժամը 16:00-ն բանակում աշխատաժամի, ծառայողական հերթապահությունների և ներքին կարգապահական պարտականությունների ակտիվ ժամանակահատված է։ Սա ենթադրում է, որ զինծառայողը գտնվել է այն միջավայրում, որը գտնվել է պետության վերահսկողության ներքո, որտեղ անվտանգության կանոնները պետք է լինեն առավելագույն ուժով։ Երկրորդը՝ պաշտոնական հաղորդագրությունը չի ներկայացնում միջադեպի սցենարը։ Պետական կառույցները նման դեպքերում երբեք չեն հրապարակում ոչ մի վաղաժամ վարկած, հարգելով անձնական տվյալների պաշտպանությունը, չխանգարելու համար քննության բնականոն ընթացքին, չառաջացնելու համար ապատեղեկատվության տարածման ռիսկը։ Երրորդը՝ սկսվել է քննություն։ Նախաքննությունը կպարզի այն հարցերը, որոնք ապրում են թե հասարակության, թե զինծառայողի ընտանիքի մոտ։ Ինչ միջավայրում է եղել զինծառայողը, ինչպես էին ծառայողական պայմանները, ինչ հսկողություն էր իրականացվում, արդյոք եղել է կանոնադրական խախտում, ինչ տեխնիկական կամ կազմակերպչական գործոններ են առկա եղել։ Քննությունը սովորաբար հանգում է մանրամասն ու փաստական բացահայտումների, որոնք ունեն նաև կանխարգելիչ նշանակություն։ Բանակը պետության առավել վերահսկվող և կանոնակարգված կառույցներից մեկն է։ Այն ունի խստորեն սահմանված ներքին կանոններ, հրահանգներ, անվտանգության ստանդարտներ, սուբորդինացիայի համակարգ, վերահսկման փուլեր։ Այդ պատճառով ցանկացած արտասովոր դեպք առաջացնում է մեծ հանրային արձագանք։ Եթե այսքան վերահսկվող համակարգ է, ապա ինչպես կարող է նման բան տեղի ունենալ։ Այս հարցը բարձրացվում է ոչ միայն Հայաստանում, այլև ցանկացած երկրում, որտեղ բանակային միջադեպերը արտակարգ ուշադրություն են ստանում։ Ինչ է բանակը համակարգային տեսանկյունից։ Առաջինը՝ կազմակերպված անվտանգային միջավայր։ Բանակի ամեն ստորաբաժանում ունի իր անվտանգության կանոնները, զենքերի պահպանումից մինչև հերթապահության կազմակերպում։ Երկրորդը՝ մշտական սթրեսի և կարգապահական բեռի վայր։ Զինծառայողը գործում է բարձր պատասխանատվության պայմաններում, ինչը պահանջում է նաև հոգեբանական վերահսկողություն։ Երրորդը՝ կենտրոնացված վերահսկողություն։ Վերահսկումը իրականացվում է հրամանատարության, ստորաբաժանումների պատասխանատուների, հերթապահության պետերի և մյուս օղակների կողմից։ Այս ամբողջ համակարգի նպատակը մեկ բան է՝ զինծառայողի անվտանգությունը ծառայության ընթացքում։ Կարևոր է հասկանալ, թե ինչու նման դեպքը ուշադրություն է գրավում և ինչ հարցեր են մարդկանց մոտ առաջ գալիս։ Սա չի նշանակում մեղադրանք կամ ենթադրություններ, սա հանրային տրամադրության վերլուծություն է առանց վտանգավոր ենթադրությունների։ Առաջինը՝ արդյոք ծառայական վերահսկողությունը արդյունավետ է եղել։ Մարդիկ ցանկանում են հասկանալ այդ պահին ինչ հսկողություն էր իրականացվում, ինչ հերթապահություն էր սահմանված, արդյոք բոլոր կանոնները պահպանվել են։ Երկրորդը՝ արդյոք սա մեկուսացված դեպք է, թե համակարգային խոցելիության ցուցիչ։ Այս հարցը միշտ բարձրանում է, երբ լրագրությունը անդրադառնում է զինվորական միջադեպերի։ Երրորդը՝ ինչ կարող է անել պետությունը վերադարձնել բանակի անվտանգության նկատմամբ վստահությունը։ Վստահությունը հիմնվում է թափանցիկ հետաքննության, արդար գնահատման և համակարգային լուծումների վրա։ Այս առումով ցանկացած նման իրադարձություն դառնում է նաև բարեփոխումների խթան։ Քննությունը նման դեպքերով հաճախ ներառում է մի քանի առանցքային ուղղություններ։ Առաջինը՝ ծառայության կազմակերպման վերլուծություն։ Ինչպես է աշխատել հերթապահության մեխանիզմը, ինչ պայմաններում է գտնվել զինծառայողը, արդյոք իրականացվել է պարբերաբար հսկողություն, ինչ կարգ է գործել տվյալ հատվածում։ Սա թույլ է տալիս հասկանալ համակարգի որ օղակներում կարող են լինել բացթողումները։ Երկրորդը՝ զինծառայողների փոխհարաբերությունների ուսումնասիրություն։ Քննությունը պարտադիր ուսումնասիրում է ստորաբաժանման ներսում մթնոլորտը, եղել են արդյոք լարվածություն, ինչ հարաբերություններ են եղել ծառայողների միջև, ինչ պայմաններ են ստեղծվել զորամասի ղեկավարության կողմից։ Սա նորմալ պրակտիկ է բոլոր երկրների զինված ուժերում։ Երրորդը՝ հոգեբանական և միջավայրային գործոններ։ Այս ուսումնասիրությունը վերաբերվում է զինծառայողի հոգեբանական վիճակին, վերջին օրերին, նրա վարքագծին, առօրյա պայմաններին,
Սա ամեն դեպքում պետք է արվի մասնագետների կողմից, ոչ թե ենթադրություններով։ 4-րդը տեխնիկական կամ կազմակերպչական բացթողումների ստուգում։ Հսկիչների աշխատանք, զենքերի պահպանություն, վերահսկման արձանագրություն, ներքին կարգապահության վերահսկողություն, քննությունը պետք է պարզի, կարող էր միջադեպը կանխվել և եթե այո, ինչ փուլում։ Պաշտոնական տեղեկությունը մի քանի կարևոր նպատակ ունի։ Անհրաժեշտ է, որ քննությունը չթեքվի հանրային ճնշման կամ ապատեղեկատվության պատճառով։ Զինծառայողի ընտանիքը առաջին հերթին պետք է ստանա ճիշտ, ոչ աղմկահարույց իրական տեղեկություններ։ Պաշտոնական կառույցները պետք է ապահովեն տեղեկատվության ճիշտ հոսքը, կանխելով սխալ մեկնաբանությունները։ Յուրաքանչյուր միջադեպի ժամանակ վերադառնում է հարցը՝ արդյոք ղեկավարությունը կատարել է իր պարտականությունները, իրականացվել է արդյոք հսկողություն, ինչ է արձանագրել ներքին ծառայության մատյաններում։ Ընտանիքի համար սա ողբերգություն է, նրանք սպասում են պարզ ու հստակ պատասխանների, արդար քննության, պետական լիարժեք աջակցության։ Հասարակությունն էլ իր հերթին պահանջում է պարզաբանումներ, թափանցիկ գործընթաց, վստահելի տեղեկատվություն։ Հայաստանում բանակային միջադեպերը մեծապես ազդում են հանրային միջավայրի վրա, հետևաբար պետությունը պետք է գործի արագ, ուղղված և հրապարակային։ Դեկտեմբերի 12-ի դեպքը, ինչպես բանակային միջադեպերի մեծ մասը, արագ դարձավ հանրային քննարկման թեմա, թեև պաշտոնական հաղորդագրությունը շատ կարճ էր, մեդիա դաշտը լիքն էր հարցերով, մեկնաբանություններով, երբեմն հակասական ենթադրություններով։ Սա հայաստանյան տեղեկատվական միջավայրում սովորական երևույթ է։ Սոցցանցերում հաճախ ձևավորվում են զգացական գերծանրաբեռնված քննարկումներ, ինչը բնական է, բայց միևնույն ժամանակ կարող է բերել ապատեղեկատվության տարածման վտանգի։ Այդ պատճառով նման դեպքերում հատկապես կարևոր է պաշտոնական աղբյուրների ընթերցանությունը։ Լրատվամիջոցները հիմնականում փոխանցեցին պաշտոնական մարմինների պաշտոնական հաղորդագրությունը առանց մանրամասների, ինչը միշտ մեդիա էթիկայի հռչակ է։ Ավելի պատասխանատու լրատվամիջոցները խուսափեցին ենթադրություններից և կենտրոնացան հետաքննության ընթացքի լուսաբանման, մարդկանց տեղեկացված սպայելու վրա։ Հայաստանում ամեն բանակային միջադեպի հետ բարձրանում է նույն հարցը՝ ինչու է նման բան տեղի ունենում խաղաղ պայմաններում։ Այս հարցը ոչ թե ուղղված է որևէ մեկին մեղադրելու, այլ հասարակական անվստահության արտահայտությունն է։ Վերջին տարիներին հասարակությունը ավելի ակտիվ է դարձել բանակային գործընթացների նկատմամբ, պահանջում է թափանցիկություն, վերահսկողություն և արդարություն։ Այսօր մենք անդրադարձանք մեր բանակում տեղի ունեցած հերթական ցավալի միջադեպին։ Թեև քննությունը դեռ շարունակվում է, մեկ բան հստակ է՝ յուրաքանչյուր կորուստ ողբերգություն է ոչ միայն մեկ ընտանիքի, այլև ամբողջ ազգի համար։ Նման դեպքերը դառնան կարևոր ազդակ՝ ուժեղացնելու վերահսկողությունը, բարձրացնելու անվտանգությունը և պաշտպանելու մեր զինվորների կյանքը անկախ հանգամանքներից։ Շնորհակալություն դիտելու համար և հիշեք՝ մի զենքով կանգնած յուրաքանչյուր զինծառայողի հետևում կա մի ամբողջ ընտանիք, մի ամբողջ հայրենիք։